Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Ես Երևանում եմ, եթե չեք կարողանում այցելել, կարող է աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ինչպես գիտեք, սիրելիներս, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կերակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, ես մեծ ուրախությամբ ձեր հարցերին կպատասխանեմ։ Իմ ուղիղ եթերները դրանք յուրահատուկ ուղիղ եթերներ են, դուք նաև կարող եք հարցեր տալ, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, թուղթուգիր, անեծք, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կապված է թուղթուգրից, անեծքից կամ որևէ տեսակի կախարդանքից, магиայից, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, вы тоже можете давать ваши вопросы на русском, я с вашим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет, и сфера вопроса. Любовные отношения, финансовая сфера, здоровье, наличие негатива. Я и на такие вопросы тоже на прямым эфиром отвечаю. Գիտեք ինձ սիրելիներս, դուք էլ ակտիվ եղեք ձեր սրտերով, ձեր լայքերով, ձեր նվերներով։ Սկսենք մեր եթերը, Անժելա 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 32 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անժելա։ Ձեր անձնական ամբողջովին ոնց որ փակված լինի։ Գիտեք ինչ սիրելի Անժելա, ցույց է տալիս, որ կա խնդիրներ եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, այդ խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված, այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում եւ ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Ռադիկ միություն կլինի թե ոչ։ Ռադիկ 29 տարեկան միություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռադիկի համար։ Ռադիկ 29 տարեկան միություն կլինի թե ոչ։ Կա խնդիրներ սիրելի Ռադիկ։ Կա խնդիրներ
կա պրոբլեմներ և ձեր անձնական ոլորտում սիրելի ռադիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով միություն չի լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և նոր կլինի միացում, նոր կլինի և անձնական հաջողություն, և ֆինանսական հաջողություն։ Շուշան 20 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրների Շուշան և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Շիրելի Շուշան, ձեր վրա կա մայր, ձեր վրա կա կախարդակ, ձեր և անձնականն է փակված, և ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս ոլորտում։ Արփինե 25 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Սիրելի Արփինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, հատկապես անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանքներ նպատակ որ ունեք, սիրելի Արփինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 34 տարեկան անձնական։ Անի 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը, անձնական չկա, սիրելիս, անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, մագիա։ Արթուր 27 տարեկան, անձնական գործնական։ Վահե 27 տարեկան, անձնական գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Վահե 27 տարեկան, անձնական գործնական։ Կա խնդիրներ, սիրելի Վահե։ Սիրելի Վահե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նորից դրանից հետո կլինի անձնական, դրանից հետո կլինի գործնական։ Այդ թուղթուգիրը, այդ կախարդանքը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է։ Արմեն 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 34 տարեկան։ Սիրելի Արմեն, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Լինելու է հաջողություն, ոչ անմիջական, ոչ միանգամից, բայց կամաց դուք հաջողություն եք ունենալու, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում։ Հայք 18 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայք 18 տարեկան։ Սիրելի Հայք, ձեր վրա կա տոհմական անեսք,
Հնարավոր է մայրական ազգի կողմից հետողմական անեսք, որի պատճառով ձեր և անձնականն է փակ և գործնականն է փակ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի հայք, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Դուք դեռ երիտասարդ եք, եթե այս նեգատիվից մաքրվեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Վարդուի 21 տարեկան անձնական գործնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի վարդու համար։ Վարդուի 21 տարեկան անձնական գործնական, սիրելի վարդուի Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական, ձեր և գործնական, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ուղղակի մի հիասթափվեք, մի վախեցեք, առաջ գնացեք, շարժվեք և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Բարև ձեզ, Մերի 19 տարեկան, անձնական և ուսում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 19 տարեկան, անձնական ուսում, սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսքը, որի պատճառով և անձնական դեպակված, և ուսման հետ ունենաք խնդիրներ, և գործնական ոլորտում ունենաք խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Մերի, և անձնական կլինի, և գործնական կլինի, և ուսում կլինի, քանի կա այս նեգատիվը, կլինեն խնդիրներ, կլինեն պրոբլեմներ, կլինեն բարդություններ։ Արփիկ 46 տարեկան, ձեր թղթերը կլինի, թե ոչ։ Արփիկ 46 տարեկան, ձեր թղթերը կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի արփիկի համար։ Այո, սիրելի արփիկ, ձեր կլինի, ձեր թղթերը Արթուր 38 տարեկան, և կամուսնանա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի արփիկի համար։ Արթուր 38 տարեկան, և կամուսնանա։ Կա խնդիրներ, սիրելի Արթուր, Արթուրի վրա կա թուղթուգիր, որի պատճառով չի լինի ամուսնություն, որպեսզի լինի ամուսնություն, սիրելի Արթուր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, և անձնական հաջողություն կլինի, և ֆինանսական հաջողություն։ Այս թուղթուգիրը փակում է անձնականը, փակում է ֆինանսականը Արթուրի մոտ։ Ռազոսունա,
Անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, ռազոսոնա անձնական։ Սիրելի ռազո, սիրելի սոնա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաղթանակ, հաջողություն։ Աննարդաշ, սեր կա թե ոչ, աննարդաշ, սեր կա թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ այո, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, այո, սեր կա, էմոցիաներ կա, խնդիրներ կա, որոնք ժամանակավոր են։ Աշպինե 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշպինեի համար, Աշպինե 19 տարեկան, Սիրելի Աշպինե ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես ցույց է տալիս, որ հայրական ճյուղն է անեծքի տակ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աշպինե, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, եւ երջանկություն կլինի, եւ հաջողություն կլինի։ Դուք դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, մաքրվեք, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քրիստինե 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, Քրիստինե 23 տարեկան անձնական, Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ, որ ունեք, սիրելի Քրիստինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Արմինե 46 տարեկան, ինչ է սպասվում։ Արմինե 46 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Արմինե, սպասվում է հաջողություն, սպասվում է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Արմինե, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է հաջողության ճանապարհ։ Մայրամ 30 տարեկան ֆինանսական, Մայրամ 30 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար, Մայրամ 30 տարեկան ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Մայրամ, սիրելի Մայրամ, ձեր վրա կա տոհմական անվեց, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, եւ ֆինանսականն է փակված, եւ անձնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, դուրս եկեք այս մագիայից, սիրելի Մայրամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաղթանակ, կլինի հաջողություն։ Խաթուն 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաթունի համար, Խաթուն 40 տարեկան, սիրելի Խաթուն, կա ֆինանսական խնդիրներ,
Բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Սիրելի խատուն, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Անուշ 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 22 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անուշ։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անուշ, եւ անձնական կլինի, եւ գործնական, եւ ֆինանսական։ Այդ կախարդանքը, այդ մագիան ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է։ Անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ։ Լուսինե 48 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 48 տարեկան։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Եթե դուք մնաք այս մագիայի, այս կախարդանքի տակ, սիրելի Լուսինե, քանի կնա այնքան կվատանա, այնքան կբարտանա ձեր կյանքը։ Արանջերը ցույց է տալիս, որ ձեր կյանքը շատ բարդ է, խնդիրներով լցված իրավիճակ է։ Թերմինե 22 տարեկան անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 22 տարեկան անձնական ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե։ Սիրելի Հերմինե, ձեր հայրական ազգը անեծքի տակ է եւ այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր եւ անձնականը, փակում է ձեր ֆինանսականը։ Երիտասարդ եք, փորձում եք շարժվեք, փորձում եք գործողություն կատարեք, բայց չի ստացվում, որովհետեւ այս նեգատիվը փակում է ձեր հաջողության ճանապարհը, որովհետեւ ձեր երազանքները կատարածվեն, սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի եւ անձնական հաջողություն եւ ֆինանսական հաջողություն։ Սոնա 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 34 տարեկան։ Սոնա 34 տարեկան։ Սիրելի Սոնա, կա ֆինանսական խնդիրներ, կա ֆինանսական պրոբլեմներ, ոնց ձեր ֆինանսականը ամբողջովին քանդված լինի։ Գիտեք ինչ, սիրելի Սոնա, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Աննա 53 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 53 տարեկան առողջական։ Սիրելի Աննա, կա առողջական խնդիրներ, բայց կա նաև լավացում, կա ապահովում, կատարեք բժիշկների ցուցումը եւ կլինի լավացում, կլինի առողջացում։ Մի վախեցեք, բայց բժիշկների ցուցումները անկահարկավոր է
կատարել։ Լուսինե 27 տարեկան անձնական ֆինանսական Լուսինե 27 տարեկան անձնական ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Լուսինե, կա նաև անձնական խնդիրներ, գիտեք ինչ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լուսինե, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Կիմա 45 տարեկան ֆինանսական Կիմա 45 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կիմայի համար Կիմա ֆինանսական կա խնդիրներ սիրելի Կիմա կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացվելու է հաջողության ճանապարհներ, հնարավորության ճանապարհներ, դուք այդ ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Կիմա, բարև ձեզ, Թերմինե 39 տարեկան նոր ծանոթություններ կլինի, թե ոչ Թերմինե 39 տարեկան նոր ծանոթություն կլինի, թե ոչ, այո, սիրելի Թերմինե, նոր ծանոթություն կլինի եւ շատ բարեհաջող եւ ուրախ ծանոթություն կլինի, այո, սիրելի Թերմինե, Արտյոմ 33 տարեկան անձնական Արտյոմ 33 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար Արտյոմ 33 տարեկան անձնական Սիրելի Արտյոմ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արտյոմ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են հաջողություն է ցույց տալիս տիեզերքը ձեր դեմ բացում է հաջողության ճանապարհը Նելի 48 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար Նելի 48 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար Սիրելի Նելի, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելիս։ Խնդիրներից եւ պրոբլեմներից եք ազատվում եք դուրս եք գալիս։ Վահագ 35 տարեկան կամուսնանա թե ոչ Վահագ 35 տարեկան կամուսնանա թե ոչ տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահագի համար կա խնդիրներ սիրելի Վահագ կա խնդիրներ Սիրելի Վահագը ձեր վրա կա թուղթուդիր, ձեր վրա կա կախարտան, ձեր վրա կա անեսք մագիա, որի պատճառով ամուսնություն չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո կլինի ամուսնություն, կլինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Վարսիկ 58 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարսիկի համար։ Վարսիկ 58 տարեկան ընդհանուր։
Սիրելի վարսիկ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա թուղթուկիր, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտները փագեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքր մանկուր զողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի վարսիկ, եւ կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը այնքան կվատանա, այնքան կբարտանա ձեր կյանքը, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են։ Տանյա 58 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տանյայի համար։ Տանյա 58 տարեկան առողջական, Տանյա 58 տարեկան առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Տանյա, Սիրելի Տանյա, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր առողջական խնդիրը դա կախված է ձեր վրա եղած թուղթուկրից եւ անեծքից, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում, սիրելի Տանյա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքր մանկուր զողություն, որպեսզի լինի առողջացում, լինի ավագինում, լսեք նաեւ բժիշկների ցուցումները, բայց եթե մաքրման գործողություն չլինի, սիրելի Տանյա, բժիշկների ցուցումներ չեն կարողանա այս իրավիճակը կարողանա կարգավորել։ Անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում։ Լիլիթ 21 տարեկան, ինչ է սպասվում։ Լիլիթ 21 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, եւ անձնական դեպակված, եւ գործնական դեպակված, եւ ֆինանսական դեպակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Ձեր վրա շատ մեծ մագիա կա, շատ մեծ կախարդանք, որի պատճառով եթե դուք չմաքրվեք, ընդհակառակը կունենաք ժամանակի կորուստ։ Հասմիկ 38 տարեկան ընդհանուր։ Հասմիկ 38 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 38 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացում է հնարավորություններ, ձեր դեմ բացում է ճանապարհներ եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Հասմիկ, Սուսաննա 21 տարեկան ընդհանուր։ Սուսաննա 21 տարեկան ընդհանուր։ Սուսաննա 21 տարեկան ընդհանուր։ Սիրելի Սուսաննա, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Որոշակի ժամանակ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ունենալու ես հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աիդա 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։
Աիդա 24 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Աիդա բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր թեմ բացվում են ճանապարհներ, ձեր թեմ բացվում են հնարավորություններ, եթե խնդիրներ են կա, խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից, խնդիրներից դուրս եք գալիս։ Շան 21 տարեկան գործնական Շան 21 տարեկան գործնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Շանթի համար Շան 21 տարեկան գործնական Սիրելի Շան ձեր եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Շան, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Արթուր 42 տարեկան ֆինանսական Արթուր 42 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արթուրի համար Արթուր 42 տարեկան ֆինանսական կա խնդիրներ սիրելի Արթուր Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանսական հաջողություն։ Ձեր վրա կա թուղթուղիր, սիրելի Արթուր, որը փակում է ձեր հաջողությունը եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում։ Անչափահասներին չեմ նայում, բարև ձեզ։ Էլեն 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Էլենի համար։ Էլեն 19 տարեկան անձնական Սիրելի Էլեն, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Առանց մաքրվելու դուք կկորցնեք ժամանակ, հիմքեր չեք ունենա, հաջողություն չեք ունենա։ Սիրելի Էլեն, բարև ձեզ։ Սվետա 32 տարեկան անձնական Սվետա 32 տարեկան անձնական Սիրելի Սվետա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սվետա, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Անժելա 36 տարեկան Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 36 տարեկան
Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթոգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անժելա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելի Անժելա, քանի այնքան կվատանա, այնքան կբարտանա ձեր կյանքը։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում դեզերքը։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Սիրելի Արթուր, սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով միություն չի լինի, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի միություն, սիրելի Արթուր, սիրելի Արմինե։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Լիլիթ 27 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան ընդհանուր։ Սիրելի Լիլիթ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լիլիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Լիլիթ։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելի Հերմինե, կկորցնեք ժամանակ, կկորցնեք հաջողություն, կկորցնեք երջանկություն։ Լիլիթ 19 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 19 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Լիլիթ։ Մայրամ 29 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 27 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Մայրամ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Իզաբելա 25 տարեկան երեխա կունենաք թե ոչ։
Իսաբելլա 25 տարեկան երեխա կունենաք, թե ոչ։ Սիրելի Իսաբելլա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Իսաբելլա, նոր հնարավոր է երեխա ունենալ։ Քանի կա այս նեգատիվը, ինքը փակում է ձեր եւ երեխա ունենալու ճանապարհը, հաջողության ճանապարհը, երջանկության ճանապարհը։ Քրիստինե 39 տարեկան ընդհանուր։ Քրիստինե 39 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 39 տարեկան ընդհանուր։ Սիրելի Քրիստինե, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Հրանտ 22 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրանտի համար։ Հրանտ 22 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հրանտ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հրանտ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Նարինե 28 տարեկան անձնական։ Նարինե 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նարինե, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա անեծք։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ես շնորհակալ եմ ձեր բարևների համար։ Ռոման 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ընդհանուր Ռոման 43 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ռոման, ձեր կյանքի դեմ բացում է ճանապարհներ, ձեր կյանքի դեմ բացում է հնարավորություններ եւ անձնական ոլորտում է հաջողություն լինելու եւ ֆինանսական ոլորտում է հաջողություն լինելու, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Ռոման, հաջողություններ ցույց տալիս։ Թերմինե 22 տարեկան առողջական անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 22 տարեկան առողջական անձնական։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնականն է փակված եւ կա առողջական խնդիրներ, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, որպեսզի լինի անձնական երջանկություն, սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի առողջացում, կլինի լավացում, կլինի անձնական երջանկություն։ Քանի կա այդ նեգատիվը, սիրելի Հերմինե, քանի գնա այնքան կբարձրանա։
Դավիթ 34 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Դավիթ 34 տարեկան ընդհանուր։ Կախնդիրներ սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսին, կատարեք մաքրման գործողություն, որովհետև ցույց է տալիս, որ սիրելի Դավիթ, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա խարտանք, որը փակում է եւ ձեր անձնականը, փակում է եւ ձեր ֆինանսականը, անհապաղ դիմեք էքստրասենսի։ Բարև ձեզ, գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, Արամ 32 տարեկան անձնական, Արամ 32 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար։ Սիրելի Արամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու է, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում։ Դավիթ 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 27 տարեկան։ Սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարտանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ ֆինանսական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Դավիթ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա ուժեղ թուղթուգիր կա, սիրելի Դավիթ։ Ջուլիա 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ջուլիայի համար։ Ջուլիա 45 տարեկան։ Սիրելի Ջուլիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, եւ անձնական է փակված, եւ գործնական է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ջուլիա, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին։ Մարիամ 30 տարեկան տղաբալիկ կունենաք, թե ոչ։ Մարիամ 30 տարեկան տղաբալիկ կունենաք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Մարիամ, կա խնդիրներ, ընդհանրապես ցույց է տալիս, որ բարդություններ կա, սիրելի Մարիամ, ցույց է տալիս, որ ոչ, տղա երեխա ցույց չի տալիս, ոչ, սիրելի Մարիամ, չէ, տղա երեխա չեք ունենա, փակված է, տղա երեխա չեք ունենա, սիրելի Մարիամ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար։ Նելի 42 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նելի, եւ անձնականը, եւ գործնականը, բայց այդ խնդիրները ժամանակավոր են,
ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Իզաբելլա 25 տարեկան կգնա Հայաստանից դուրս, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Իզաբելլա 25 տարեկան Հայաստանից դուրս կգնա, թե ոչ։ Իզաբելլա 25 տարեկան կա խնդիրներ, սիրելի Իզաբելլա։ Այո, դու կգնաք Հայաստանից դուրս, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, այո, դու կգնաք Հայաստանից դուրս, ուղղակի որոշակի դժվարություններ է ցույց տալիս, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց դուք Հայաստանից դուրս կգնաք, սիրելի Իզաբելլա, ձեզանից աշկալուսանք եմ սպասում։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր մեկնաբանությունների, ձեր նվերների համար շատ շնորհակալ եմ։ Ձեր շնորհակալությունը հայտնեք իմ ալիքներին գրանցվելով նման ձևով սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև պետական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, ում չկարողացա այսօր պատասխանել, վաղը նույնպես մտնում եմ ուղիղ եթեր, կարող եք վաղը միանալ, ձեր հարցերը տալ, ես ձեզ մեծ սիրով ես ձեզ նորից կպատասխանեմ։ Եթե ունեք հարազատներ, բարեկամներ, ովքեր որ ունեն էքստրասենսի կապ, պայծառատեսի կարիքը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի եթերեր կարող են իրենք միանալ, իրենք էլ տան իրենց հարցերը։ Սիրելի Աննային էլ պատասխանենք, Աննա 40 տարեկան, անձնական ու ավարտենք այսօր մեր եթերը։ Աննա 40 տարեկան, անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դա կատարվելու է, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Աննա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս, սիրելի Աննա։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն, մինչ վաղը։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։
Այո, սիրելի Աննա, ես ընդհանրապես երեխաների հետ էլ եմ աշխատում, երեխաների համար էլ եմ տեսնում, իհարկե։ Այո, ես Երևանում եմ, եթե դուք խնդիրներ ունեք, կարող եք անհատական ինձ դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Ա, Չեք ուզում, որ դուրս գամ, Կարինե 19 տարեկան, կամուսնանա թե ոչ, Կարինե 19 տարեկան, կամուսնանա թե ոչ, այո, ամուսնություն կլինի, աշխարհուսանք եմ սպասում, սիրելի Կարինե, ամուսնություն կլինի, այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։